Քրիստոս ասաց սիրելիներս իր թշնամիներին քանդեցեք այս տաճարը եւ ես 3 օրում այն կվերակառուցեմ եւ դա վերաբերում էր իր մահվան հարությանը եւ ոչ միայն բանն այն է որ մենք քրիստոնյաներս կանչված ենք առաքելության ամեն մեկս ունենք մեր գործը եւ այն ինչպես գիտեք մի 4 օր առաջ իմ գիրքը հայերեն լեզվով կատեխիզմը հայոց եկեղեցու ինչ է կատեխիզմը հարցումների պատասխաններ են կաթոլիկ եկեղեցում լատին կաթոլիկ եկեղեցում 1 տարի հավատացյալը պետք է գնա այդ դասերը որ կոչվում է կատեխիզմի դասեր մենք ֆանատիկներ չենք մենք պետք է հասկանանք թե ինչ է իրենից ներկայացնում մեր հավատքը եւ այ ես աշխատեցի ծանր որպեսզի մեր եկեղեցու հիմնադիր հայրապետների այդ հսկա գրքերից դուրս բերեմ այն ամենը ինչ որ անհրաժեշտ է մեր հավատքի համար պատասխանում է մեր հավատքի հարցերում ունեցող այս մտահոգությունները եւ դա շատ անհրաժեշտ է իմանալ ահա ինձ հաջողվեց վերջապես նորից վերահրատարակել այս անգամ շատ ապահով ոչ մեկը չի կարող այն կաշառելով վերացնել global market-ից աշխարհի բոլոր ծայրերում դուք կարող եք այն ձեռք բերել լինկը դրված է եւ վիդեոյի տակ եւ այստեղ կդնեմ 3 ֆորմատով հրատարակվեց e-book հաստ կազմով եւ բարակ կազմով բացարձակապես ձեզ բոլորիդ անհրաժեշտ է իմանալ ինչ է սովորեցնում մեր հայոց եկեղեցին այս դրածո քահանաների 99% երևի թե չգիտեն դա բայց սիրելիներս դա շատ կարևոր է ինչու որովհետեւ դեռ այդպես ասած մեր հավատքը գիտակից է հենց ինքը լոգոս բանականություն է նշանակում մենք հենց այնպես եկեղեցի չենք գնում մենք հասկանում ենք մարտիրոսները եթե չհասկանային իրենց հավատքի խորությունը եւ արժեքը ինչու պիտի իրենց այրոնը թափեին իրենց կյանքը տային բանն այն է որ եթե հիշում եք մնասի առակը դա հենց այդ նույնն է որ դու փոքրիկ հավատքը ինչպես եւ Տերը ասում է դա մանանեխի հատիկի օրինակով դու այդ փոքրիկ հավատքը պետք է աճեցնես գիտելիքով բացարձակապես անհրաժեշտ է կարդալ սրբերի տեսությունները եւ սրբերի վարքը բայց դրանք հազարավոր հատորներ են սիրելիներս ամեն մարդ ընդունակ չէ իր կյանքը նվիրելու դրա համար մենք հանում ենք դոգմատիկ ուսուցումը մեր բոլոր հարցերի պատասխանը եւ որպես կատեխիզմի դասագիրք ներկայացնում ենք հարցմանց դասագիրք մի կորցրեք այս առիթը անգլախոս հայեր եւ հայերեն իմացող հայեր դուք պետք է անպայման իմանաք սա որովհետեւ 10 կույսերի առակի մեջ նաեւ ասում է Տերը 5 ունեին այդ վարվող ջրակը եւ մտան արքայություն մյուս 5-ին Աստված դուրս մղեց ինչու սրանից մահվան պահը շատ բարդ է մահվան պահը դա 3 ժամվա այս հոգեվարքն է հիմնականում երբ որ այդ պահին որոշվում է քո տեղը հավերժական տեղը դժոխք պիտի գնաս թե երկինք պիտի գնաս եւ այդ սիմվոլիկ յուղը որը վառվում էր դա մահվան պահի այս 3 ժամվա հոգին տալու պահն է երբ որ դու քո միտքը այլևս չի աշխատում տրամաբանությունից զրկվել ես չես տեսնում չես հասկանում ոչ մի բան լրիվ անզգայացած վիճակում լեզուդ կապանկած բայց ահա եթե դու ուղղափառ հավատք ունես եւ ճիշտ հավատք եւ եղել ես այդ քարի վրա որի վրա հիմնված է քո հավատքը քո միտքը անկախ քեզնից պետք է աղոթի պետք է մնա Քրիստոսի հետ եւ դու պիտի փրկվես հակառակ դեպքում քաշվելու ես դժոխքի մեջ դա է այդ 5 իմաստուն կույսերը չէ որ նրանք ծեծում են արդեն դա մահվան պահն է սիրելիներ երբ որ դու ծեծում ես խնդրում ես Աստծուն գնալ վերև որովհետեւ տեսնում ես թե ներքևում ինչ կա Աստված ոչ անե եւ ահա դարերի վեր մենք գիտենք որ կատեխիզմի իմացությունը բացարձակապես անհրաժեշտ է փրկության համար
Եվ դուք պետք է սա ամենայն լրջությամբ հասկանաք։ Ես հիմա դստեր 3 տարեկանից սովորեցնում եմ այդ կատեխիզմը։ Իհարկե կար այնտեղ ավելի բարդ վերլուծականներ, բայց սկսում ենք ամենապարզ, ինչ է իրենից ներկայացնում Աստված, որտեղ է Աստված, Աստված ամենուր է, մարդու կապը Աստծո հետ ինչպես է, մարդու ունի 3 զորություն, Հայրը Աստվածը նրա մեջ է, Որդի Աստվածը նրա մեջ է եւ Սուրբ Հոգին նրա մեջ է, դա արտահայտվում է, սա ակվինացու բացատրությունն է, դա արտահայտվում է մեր հիշողությամբ, որը Հոր Աստծո հետ կապված է, սկզբնական մեր ծննդով, դա Քրիստոսով մենք ունենք մեր բանականությունը եւ ահա Սուրբ Հոգով մենք ունենք մեր կամքը եւ սա հսկա գիտություն է, որը պետք է իմանալ եւ եթե մենք չգիտենք սա ամեն մի հասարակ վեճ բողոքականի հետ կամ այլակրոնի հետ ձեզ խախտի դուք չեք կարող պահել ձեր հավատքը այնքան փորձություններ կան այնտեղ ահա սիրելիներս 3 ֆորմատով հրատարակվել է կատեխիզմի գիրքը անգլերենով եւ հայերենով $15 եւ $20 ես կարծում եմ այդ մեծ փող չէ հիմա ցավոք սարդը ձրի չկա բացի թե PDF-ով դուք կարողանաք download անել բայց եթե գիրքը հրատարակվեց ես իրան չունեմ ինտերնետում դնելու PDF նորից ես ասում եմ մարդը երբ առաքելություն ունի անելու ոչ մեկը նրան չի կարող խանգարել ոչ մի սատանա չի կարող նրան խանգարել եւ միաբնակների հերձվածողների կիսա այրոսականների նեստորականների եւ այլն այս արատները այս մնացորդները որ հիմա կան մեր եկեղեցում եւ նրանք ասում են մենք ենք հայոց եկեղեցին նորից եմ ասում դուք պարտված եք ամբողջ աշխարհն է կարծում թե ինչ է հայոց եկեղեցու մեծությունը եւ դուք գնացքը կգնա դուք կմնաք գնացքից դուրս խելքի եկեք կարդացեք առաջին բոլոր քահանաները պետք է ունենան այդ կատեխիզմի գիրքը իմ անձը այստեղ ոչինչ չի նշանակում ես ոչ մի բան եմ ես պարզապես աչքերս կուրացնելով հանել եմ այդ նյութերը եւ տեղադրել եմ եւ թարգմանել եմ միայն այդքան Եթե ամբողջ աշխարհն է կարծում լավագույն պրոֆեսորները ջերմանների եւ համալսարանների ձեր արդարացումը որն է Տերը պետք է ասի վերջի րոպեին ամեն ինչ տրվել է ձեզ չեք կարդում հաճախապատման 500 էջը ահա այս կինո ներկայացրել ամեն ինչ դա իմ փրկության համար չէ ես ասեմ նորից այնինչ առաքելությամբ դու կանչված ես դու պետք է դա անես եւ դա չի հաշվում դեպի քո փրկության գործը որտեղ դու պարտավոր ես դա անել փրկությունը գալիս է Աստծո ողորմությունից միայն կարդացեք կատեխիզմը անգիր արեք եւ սովորեցրեք ձեր երեխաներին եւ բոլորդ կսրբվեք ամեն